Աղջիկներս մտնում ենք իմ սենյակ, կներեք, մի քիչ խառնա, որովհետև անկողին եմ լվանում, ծալում եմ, տեղավորում եմ։ Մի քիչ խառնա, այստեղ ուզում եմ ինչը ցույց տալ, որ ծանրոց եմ պատրաստել, որպիսի ուղարկեմ, ասեմ, որ շատ երկար ժամանակ պահանջվեց, որպիսի այս ծանրոցը ես պատրաստեմ, որովհետև գիտեք, դա կախված է իմ առողջական վիճակից, թե ես ինչպես եմ ինձ զգում, գնում եմ բժշկի, գալիս եմ հոգնած եմ լինում, չի լինում, որ խանութներով ընկնեմ, գնում եմ մի խանութ, մի փոքրիկ քայլում եմ, մի բան եմ գնում, արդեն հոգնում եմ, վերադառնում եմ տուն, բայց արկղ լցնելը դուք գիտեք, թե ինչ բան է։ Շատ երկար ասում եմ նորից, որ ինձանից երկար ժամանակ պահանջվեց այս արկղի համար, ասեմ, որ արկղի մեջ ապրանքներ են 3 հոգու համար, ուղղակի ինչի 3 հոգու համար, անգամ տերերը չգիտեն, որ ես իրենց փոքրիկ նվերներ եմ անում այստեղ, պետք է հանվի արկղի մեջից և փոխանցվի տերերին, դե երբ որ արկղը ծանրոցը տեղ կհասնի, արդեն տերերն այն ժամանակ իմանան, ես իրենց նորից եմ կրկնում չեմ ասել և չեմ ասելու, մինչև արկղը տեղ կհասնի, իրենց հետ կապ կհաստատեն և կգան կվերցնեն իրենց հասանելիք նվերները, հարգելիներս։ Դե ինչ, հիմա փակելու ենք արկղը այսպես և տանենք, որպիսի տանեն, հասցնեն Լոս Անջելես, այնտեղից նոր ուղարկեն, ասեմ, որ արկղը նավով է գնալու, ինքնաթիռով չի գնալու, նավով է գնալու և ժամանակ է տևելու, տեսնենք, թե ինչքան ժամանակում տեղ կհասնի, հարգելիներս, ես էլ մեր ծանրոցի մասին, դե ուրախությունով, որ կգնա, ուրախությունով օգտագործեն, ուրախությունով հագնեն, այսպիսի բաներ, այստեղ էլ ես ինձ համար նոր բարձեր եմ գնել, հիմա անկողինը ես փոխելու եմ, նոր բարձեր եմ դնելու, մի խոսքով այդպես հարգելիներս, դե ինչ ասեմ, դե գնանք տեսնենք ինչ ենք անում։ Մինչ արկղը կփակեն, այստեղ ցույց տամ, թե ինչ եմ պատրաստում, այստեղ հորթի միս եմ եփում, հարգելիներս, այստեղ էլ քրճիկ եմ պատրաստում, մեր հնուց եկած պահպանված համեղ քրճիկը շատ եմ սիրում, արդեն կաղամբս վերջանում էր, թթու դրած, ասեցի քանի չի վերջացել, մի հատ լավ քրճիկ պատրաստենք։ Դուրս գանք պատշգամբ մի քիչ մաքուր օդի և մի փոքրիկ զրուցենք, նախքան զրուցել այստեղ ցույց տամ իմ քրիսմասի ծաղիկը գեղեցիկ, դեռ չի չորացել, ափսոսս գալիս է, որպիսի գցեմ, էլի մեղքս գալիս է, այսպես ասեմ, թող մի քիչ էլ մնա, հետո գցեմ կգնա, ինչ պետք է անենք։ Այդպես հարգելիներս, ուզում եմ ծանրոցից խոսել մի փոքր մի երկու խոսքով, ասեմ, որ ես միշտ ուղարկել եմ ծանրոցներ, ուղարկել եմ նվերներ, իմ սրտի ցանկությունով, իմ սրտի ցանկացած մարդկանց, ես բարեգործ չեմ, չունեմ օֆիս, չունեմ կազմակերպություն այդպիսի, որպիսի ամեն մարդու ցանկությունը ես կատարեմ, ես չեմ էլ կարող դա անել, որովհետև սովորական ապրող մարդ եմ, բայց շատ բարի եմ, ուզում եմ, ես կուզենայի, որ այնքան ունենայի, դա իմ երազանքներից մեկն է եղել, որ ես այնքան ունենամ, որ անչափ ու սահման օգնեմ մարդկանց, բայց չստացվեց այնպես, որպիսի
մտածածից պես ես կարողանամ օգնել բոլորին, բայց էլի փառք Աստծո, որ կարողանում եմ մի փոքրիկ չափով օգնել մարդկանց այն ժամանակ, երբ որ ես կարողանում եմ, երբ որ ես հնարավորություն ունեմ, այսինքն հնարավորությունը նա է, որ ես բաժին եմ հանում իմ հացից, բաժին եմ հանում իմ փայից, իմ ծախսերից եւ ես դրա հաշվին ուզում եմ օգնած լինել որոշ ընտանիքների եւ ժպիտ պարգևել իրենց։ Ինձ համար երջանկություն է, երբ որ ժպիտ եմ տեսնում մարդկանց դեմքին, դա ինձ համար մի աշխարհ է։ Ուղղակի ես չեմ կարող նկարագրել բառերով։ Այսպես հարգելիներս, այսքանը այս մասին եւ ում բախտ կվիճակվի, ում համար որ ես կարող եմ մի փոքրիկ բաներ անել, թող հալալ լինի, ասեմ, որ երբեք չդժգոհեք, դա ինձ շատ կզայրացնի, ինչ որ կյանքում ստանում եք, թեկուզ փոքրիկ մի բան, երբ որ ես փոքր էի, գրիչ նվեր ստացա, ծամոն նվեր ստացա, ինձ համար դառավ երազանք, մի ուրախություն, եւ ես երազում էի, չնայած շատ փոքր էի, երազում էի, որ գնայի Ամերիկա, ես ոչ թե ունենամ մեկ հատ ծամոն, մեկ հատ գրիչ, այլ ունենամ այնքան, որ ես էլ կարողանամ այդ տվյալ մարդու նման կարողանամ նվիրել իմ դիմացինին, մարդկանց, երեխաներին, դա եղել էր իմ երազանք ու այդպես էլ Աստված իրականացրեց իմ երազանքը։ Խնդրում եմ, ամեն ինչից, չնչին բանից գոհ եղեք, շնորհակալ եղեք։ Եթե դժգոհեցիք, այդ փոքրիկ բանն էլ Աստված կկտրի ձեր գլխից, ոնց որ ասում են։ Դե ինչ գնանք տեսնենք, ինչ արեց, արկղը փակեց, թե ոչ, պատրաստ է եւ ճանապարհենք, որպիսի գնա հասնի իրենց տերերին։ Գնանք ներս։ Այսօր սկյուռիկները հանգստանում են, վազվզում էին, հիմա չկան։ Ես է պարապ չէի, որ նկարեի ձեզ համար, հնդկահավերն էին եկել։ Դե լավ հարգելիներս, գնանք ներս։ Այստեղ չմոռանամ ցույց տալ, թե ինչ մրգեր ունեմ։ Ախր չեք ասում, որ առանց ձեզ ես խանութ եմ գնացել։ Ճիշտն ասած, նպատակ էլ չունեի նկարելու այդ ժամանակ ու այդպես ես չնկարեցի, փոքրիկ բան էի մտել գնելու ու սենց աչքս ընկավ, այս մրգերը համեղ ես գնեցի, այստեղ իհարկե միրգ չի, սա կարմիր կաղամբ է, ես պետք է աղցան պատրաստեմ, սա պամելոն է, ցեք ինչ մեծ պամելո է, միասին ենք կտրելու, այստեղ dragon դեղին ֆրուտն է, որը ես ամենաշատն եմ սիրում, սրանք եթե dragon-ի միրգ կառնեք, դուք այս տեսակը առեք, հարգելիներս, սրանք վերցրեք, ամենահամեղը սրանք են, քաղցր ու համեղ, ոնց որ մեղր լինի, շատ համեղ է, եւ գնել եմ, այստեղ գնել եմ jackfruit, որը որ հասած է, պատրաստ է կտրելու, ասեմ որ jackfruit-ը, երբ որ գնում ենք խանութից, մենք ձեռք չենք տալիս, թողնում ենք տանը եւ ինքը յուրահատուկ շատ անուշ հոտ ունի։ Այդ ժամանակ կանչում ամեզ, որպիսի մենք կտրենք, որովհետև պատրաստ է ուտելու։ Մենք միասին կտրելու ենք, ես սպասում եմ Լեոնաս գա, որ միասին մենք կտրենք սա։ Առանց Լեոնայի չեմ կտրելու։ Եվ այստեղ անանասն աթրեմ պատրաստ, պետք է կտրենք։ Երբ որ գնում ենք ինքը կանաչ է լինում, չէ, կանաչ, տեսնում եք այսպես,
Բայց հիմա լրիվ դեղին է ու շատ քաղցր է հիմա, պետք է կտրենք։ Մեր ծանրոցը պատրաստ է, որպիսի գնա հասնի իր տիրոջը։ Ուրախությունով։